Բարև ձեզ, իմ սիրելի հետևորդների եւ ալիքի հյուրեր։ Ժողովուրդ ջան, այսօր դեկտեմբերի 18-ն է։ Ձմեռ է, տեսեք, ոչ ձյուն կա, ոչ էլ մառախուղ։ Արև եղանակ է։ Ժողովուրդ ջան, շատերդ ինձ հարցնում եք, հապալասի թփերը ձմռանը ծածկենք թե ոչ։ Դրա համար ես տեսանյութ եմ անում շատ կարճ եւ ասում եմ, որ ժողովուրդ ջան, հապալասը շատ ցրտադիմացկուն բույս է, մինչեւ -38 աստիճան։ Եվ եթե հապալասի հողը տորֆը սարի ամբողջությամբ, նա պետք է անպայման գարնանը զարթնի քնից։ Ծածկել պետք չի։ Տեսեք, հապալասի թփերը ես ոչ մի անգամ չեմ ծածկել եւ չեմ էլ ծածկելու։ Ինչու՞։ Եթե մենք ծածկում ենք, ավելի ենք տակացնում եւ նա շուտ է զարթնելու քնից։ Եվ հետագա գարնանային ցրտահարությունները կամ եթե ձմեռը փոխվի, դինեն ցրտահարություններ, նա այդ ժամանակ արդեն կտուժի։ Իսկ եթե գարունը արդեն նա ծաղկել է, դինում են գարնանային ցրտահարություններ եւ ջերմաստիճանը իջնում է մինչեւ -3-ից ավելի 4, -5, -6, արդեն վնաս է տալիս ծաղիկներին։ Այդ ժամանակ պետք է ծածկենք, ոչ թե ձմռանը։ Ձմռանը մի ծածկեք, որովհետեւ նա թուփը շուտ չզարթնի։ Եվ եթե շուտ է զարթնում, մենք պետք է կորցնենք։ Այսքանը ժողովուրդ ջան։ Քանի որ նոր տարի մոտենում է, արդից օգտվում եմ, շնորհավորում եմ բոլորիդ գալիք նոր տարին ավանսով։ Երեք միշտ առողջ։ Բարին ընդ ձեզ։ Աճեցրեք հապալասը հրաշք բույս է եւ օգտվեք բարիքներից։ Հրաշք բույս է, նորից եմ կրկնում, արժեքավոր պտուղներով։ Ցտեսություն, ձեզերը Բորիս Խանբեգյանը։ Եթե հավանեցիք, դրեք լայքերը, շնորհակալ կլինեմ, բաժանորդագրեք իմ YouTube-յան ալիքին։ Բարին ընդ ձեզ։ Ցտեսություն։